Աշոտsk համայնքի մի շարք բնակավայրերում այս ամիսներին ակտիվորեն ընթանում են սուբվենցիոն ծրագրեր պետական և համայնքային ներդրումներով։ Թավշոտում իրականացվում է շուրջ 55 միլիոն դրամ արժողությամբ ոռոգման համակարգի կառուցում։ Աշխատանքների 70%-ը ֆինանսավորում է պետությունը, իսկ 30%-ը համայնքը։ Արդեն իրականացվել են մոտ 1800 մետր փորման աշխատանքներ։ Այս աշխատանքների արդյունքում կոռոգվի մոտավորապես 20-ից 25 հեկտար հողատարածք։ Մենք ունենք արդեն իսկ կառուցված ոռոգման համակարգ Թավշոտ բնակավայրում, որը իրեն արտարացնում է, բնակչությունը շատ գոհ է, օգտվում է, արդյունքները մենք տեսել ենք, ոռոգման արդյունքները, որոնք ստացել են լավ բնակիչները, ստացել են շատ լավ բերք, շարունակում ենք ոռոգման աշխատանքները, որ բոլոր բնակիչներին հասանելի լինի։ Թավշոտի բնակիչների խոսքով գյուղը դեռ խորհրդային տարիներից ուներ ինքնահոս ոռոգման համակարգ, սակայն այն գործում էր մեծ ջրային կորուստներով։ Նոր համակարգը հնարավորություն կտա արդյունավետ ոռոգել հողատարածքները եւ վերականգնել գյուղատնտեսական արտադրությունը։ Մոտավորապես 70% կորուստ կար։ Իսկ հիմա որ խողովակներով գալիս է, արդեն կորուստ չկա։ Թավշոտի բնակավայրին մոտ 250 հեկտար վայելահող է, պլյուս դրան 120 հեկտար ղազանչվան է, փոքր սեպասար, մեծ սեպասար, այսինքն այս ծրագիրը 100% իրականություն դառնա, չգիտեմ, ժողովուրդը արդեն մեծ մասշտաբով կօգտագործեն հողերը, վայելահողերը, չեն թողի պարապուրտ մնա։ Պետություն համայնք համագործակցությամբ Աշոտսկի 7 բնակավայրերում էլ ընթանում են խմելու ջրի ցանցերի փոխարինման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 51 միլիոն դրամ։ Կոնկրետ Սիզավետ բնակավայրում 3 միլիոն 200 հազար, մոտ 3 միլիոն 200 հազար դրամ է։ Ծրագիրը իրականացվում է պետություն համայնք համագործակցությամբ, 73%-ը պետության մասնաբաժինն է, 27%-ը համայնքի մասնաբաժինն է։ Բացի Սիզավետ բնակավայրից նաև ջրագծի փոխարինման աշխատանքներ են կատարվում Ղազանչի բնակավայրում, Մեծ Սեպասար բնակավայրում, Աշոտսկ բնակավայրում, Զույգ-Աղբյուր բնակավայրում, Կրասար բնակավայրում եւ Մուսայելյան բնակավայրում։ Բոլորը ընթացքի մեջ են։ Հին խողովակները փոխարինվում են նոր պոլիէթիլենային ճշմարտ խողովակներով։ Սիզավետի վարչական ղեկավարը նշեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, իսկ վերահսկողությունն էլ խիստ է։ Աշոտսկ համայնքի 3 բնակավայրերում գրեթե ավարտական փուլում են համայնքային կենտրոնների եւ հանդիսությունների սրահների վերանորոգման աշխատանքները։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 52 միլիոն դրամ է։ Ֆինանսավորումը հավասարապես բաժանվում է պետության եւ համայնքի միջև։ Կակավասար, Ձորաշեն եւ Սարապատ բնակավայրերում պետություն համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացում է համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներ, ծառայելու վարչական ղեկավարներին, ինչպես նաև գյուղի համար հանդիսությունների ինչ-որ բան միջոցառումներ կատարելու համար։ Կառավարում եմ ես այսպիսի ծրագրերը ու շատ շնորհակալ եմ մեր համայնքի ղեկավարից եւ մեր համայնքի ղեկավարի աշխատակազմից մեր փոքր գյուղին այսպիսի մեծ ներդրում կատարելու համար։ Աշոտսկ համայնքում ընթացող այս ծրագրերը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում Ագրիկո ֆիրմայի ներկայացուցիչները կազմակերպել էին ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեցին կարտոֆիլի սերմնացուները տեղացի ֆերմերներին։ Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան ու հոկտեմբերին կազմակերպում ցուցադրություն ներկայացնելով նոր եւ արդեն հայտնի սորտի կարտոֆիլներ, ինչպիսիք են Պարադիսո, Vogue, Arizona, Jolly, Babylon եւ այլն։ Հայաստանի ֆերմերներին փորձում ենք ավելի շատ գիտելիքներ փոխանցել ամեն տարի, ավելի լավ ու արդյունավետ բերք ստանալու համար։ Կազմակերպիչները ցուցադրեցին հոլանդական փորձով ձևավորված սորտեր, որոնք հարմարեցված են տեղական պայմաններին։ Ըստ նրանց, սա միայն սերմերի ներմուծում չէ, այլ նոր գիտելիքների ու տեխնոլոգիայի փոխանցում։ Մենք 25-30 տարի ավել Հայաստանում ենք աշխատում եւ ունենք մեծ խումբ network հայկական ֆերմերների հետ։ Այդպեսի կարտոֆիլի սերմը Հայաստանում արդեն ինքը իր ոտի է կայնած եւ Հոլանդիայի լավագույն սերմերի սորտերը բերում ենք Հայաստան, որ Հայաստանը կարողանա օգտագործի եւ աճացնի։ Ազատանի վարչական ղեկավարն ընդգծում է, որ ժամանակակից եւ հստակ ինֆորմացիան կարեւոր է սերմացուի ճիշտ ընտրության համար լավ բերք ստանալու նպատակով։ Ֆերմերները վստահ են, արդեն գիտեն թե ինչ եւ ինչպես ցանել եւ պատրաստ են հետագայում աշխատել այս խորհուրդների հիման վրա։ Նոր սորտեր ունենք, որ մեր կլիմային շատ համապատասխան են, լավ բարձր բերքատվություն ունեն։ 2-3 տեսակի սորտեր ունենք, որը որ լավ չէ ստացվել, այդ սորտերը էլ չենք ներկրում Հայաստան, որը որ մեր կլիմային համապատասխան է, լավ բերքատվություն է ապահովում, տեսակը ներկրելու ենք Հայաստանի Հանրապետություն։
Ծրագրի կարևորությունը ընդգծում են նաև տեղական իշխանությունները, վստահեցնելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են գյուղոլորտի զարգացմանը եւ կարող են նոր շունչ հաղորդել հատկապես փոքր ու միջին ֆերմերային տնտեսություններին։ Կարևոր դեր ունի բարձր վերարտադրության տնկանյութերի կիրառումը ցանկաշրջանառության մեջ եւ մեր ֆերմերային տնտեսությունները մշտապես օգտվել եւ օգտվում են նոր եւ բարձր վերարտադրություն ունեցող կարտոֆիլի սերմացուից, հնարավորություն է տալիս մարզի ֆերմերային տնտեսություններին ծանոթանալ նոր սորտերի, նոր սերմերի եւ կիրառել իրենց ցանքերը։ Ցուցադրության շրջանակում քննարկվել են նաև ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները, մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած էր բերքատվության բարձրացման եւ տեղական պայմաններին համապատասխան սորտերի կիրառման վրա։ Գյուղատնտեսական նորանոր մոտեցումները հույս են ներշնչում, որ գործնական արդյունքները չեն ուշանա։ Պարեդից Հայաստան, որտեղ Հոլանդում էր քիչ աճում։ Mēs տարի կրնանք որ։ Այս տարի արդեն ահագին ավելի շատ են կարող։ Համեմատ անցյալ ավելի շատ։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, այսօր։ Արապի, ոսկեհասկ, ախուրիկ եւ հայկավան բնակավայրերը քաղաքին կապող հատվածն է։ Ախուրյան համայնքի Արապի, ոսկեհասկ, ախուրիկ, հայկավան բնակավայրերը Գյումրիին միացնող շուրջ 1 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը վերջապես հիմնովին վերանորոգվում է։ Տարիներ շարունակ չի ասֆալտապատվել, առաջի անգամ կատարվում է այս հատվածի ասֆալտապատումը, ծրագիրը իրականացվում է տարածքային կառավարման նախարարության կողմից եւ պատվիրատուն հանդիսանում է ճանապարհային դեպարտամենտը, ամբողջությամբ կատարվում է կառավարության միջոցներով։ Քարուքանդ եղած ճանապարհը մշտապես դուրս էր մնում ուշադրությունից, դուժողն էլ ինչպես միշտ բնակիչներ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջել է հիմնանորոգվող հատվածում, հետևել մեկնարկած աշխատանքներին եւ հավաստիացրել է շինարարին, որ համայնքը պատրաստ է աջակցելու բոլոր հարցերում, միայն թե օր առաջ խնդրահարույց այս հատվածը նորոգվի, բնակիչներն էլ ստիպված չլինեն հաղթահարելու հսկայական փոսերը, վնասելով ավտոմեքենաներն ու սեփական նյարդերը։ Հատուկ տեխնոլոգիայով է կատարվում, հաշվի առնելով ճանապարհատվածի կերպեռնված լինելը եւ հիմնովին վերանորոգվում է, որպեսզի երկար ծառայի այս հատվածը։ Նշենք, որ կառավարության պատվիրակությամբ Ախուրյան համայնքում բազմաթիվ են իրականացվող եւ իրականացված ծրագրերը, ճանապարհների հիմնանորոգումներ, դպրոցների մանկապարտեզների կառուցում եւ բազում այլ կարեւորագույն աշխատանքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև 1 տասնյակից ավելի երկրների նախագահներ ու վարչապետներ։ Համաժողովում ողջույնի խոսքով նախհանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում մասնավորապես նշել է. Շատ խորհրդանշական է, որ համաշխարհային դարպասներ խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, արևելք, արևմուտք եւ հյուսիս-հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե քաղաքականապես, թե լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը եւ ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն խոչընդոտ կապակցվածության մեջ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը հայտնի է նաեւ որպես TRIP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչեւ էներգետիկա։ Հետևաբար Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, եւ Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև, խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ եւ կարգավորող դաշտի փոխգործունակությունը եւ կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստան եւ Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը եւ ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես համաշխարհային դարպասներին, Սևծովյան ռազմավարությանը, միջին
միջանցքին, անդրեվրոպական տրանսպորտային ցանցին եւ այլոց։ Տիկնայք եւ պարոնայք, մեծ պատիվ էր այսօր ելույթով դիմել ձեզ եւ անկեղծորեն հույս եմ փայփայում, որ իմ խոսքերս արձագանք գտան ձեզ մոտ եւ ոգեշնչեցին ձեզ կայացնելու համարձակ որոշումներ հանուն խաղաղության, կայունության, դիմակայունության եւ բարգավաճման, իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն այսօր հաստատել է 2024 եւ 2025 թվականների Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում խոսել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 24 թվականից, այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է եւ 24 եւ 25 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանկատարածություններում եւ այգետարածներում կարկուտի հասցված վնասը կազմել է 40-ից 100%։ Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղատնտեսական տնտեսությունների ֆինանսական վիճակը եւ ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում հնարավորություն ունենան կազմակերպել գյուղատնտեսական գործունեություն։ Նախագծով սահմանվում է նաև, որ այն ֆերմերները, որոնք արդեն կառավարության կողմից ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսի մշակության համար 24-25 թվականներին, այդ ֆերմերները չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար։ Որպեսզի հանրության համար պարզ լինի փոխհատուցվող գումարի շրջանակը մի քանի օրինակով ներկայացնեմ։ Եթե այգին վնասվել է 100%-ով, ապա ծիրանի դեպքում 301.840 դրամ, կարտոֆիլը 446.950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը 130.900 դրամ, աշնանացանցորենը 55.328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար։ Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 25 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները եւ ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները եւ ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավացման նպատակով ներկայումս Կենտրոնական բանկի ակտիվ համակարգմամբ տարբեր միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվում են քննարկումներ եւ ուսումնասիրություններ, անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 24 եւ 25 թվականներին կիրառելիության խնդիր է արձանագրել։ Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի սրահներից մեկում ցուցադրվում են Հառիճի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութեր, ազգագրական արժեքավոր առարկաներ։ Հնագիտական նյութերի արժեքը այս պահին մեզ համար շատ կարևոր է։ Մենք որոշեցինք, որ հենց եվրոպական օրերի շրջանակում այդ ցուցահանդեսը բացել։ Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել հնագիտական նյութերից սկսած, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակով, մինչև 19-րդ դարի վերջ նմուշներով, հա, այնտեղ հնագիտական առարկաներ, նիզակ, կավամաններ եւ այլն, եւ ընդհանուր մինչև 19-րդ դար արծաթյագոտիներ, շատ գեղեցիկ տղամարդու կնոջ, նաեւ մյուս սրահում Կոմիտասի երգերն են հնչում Կոմիտաս երգչախմբի կատարմամբ։ Այդ երաժշտությունն անմիջական կապ ունի Հառիճի հետ։ Պատմամշակութային այսպես
ժառանգությունից զատ, որոնք նյութական, այսպես շոշափելի նյութական են, նաև հարիճի հետ կապված այսպես բանալի անուններ ունենք եւ դրանցից մեկը հենց Կոմիտասի անունն է, ըստ մեզ հասած տեղեկությունների Կոմիտասը վարակվել է ճահճատենդով եւ իր ժամանակակից էլի խոշոր լեզվաբան արմատներով Հառիճեցի Երվանդ Տերմինասյանը նրան հրավիրում է Հառիճ, այսպես վստահեցնելով, որ Հառիճի մաքուր եւ բուժիչ օդը հաստատ կօգնի իրեն։ Կոմիտասն ընդունում է հրավերը։ Ժամանակի ընթացքում լեռնային մաքուր օդը ոչ միայն բարելավում է նրա առողջությունը, այլև դառնում է ստեղծագործական ներշնչման նոր աղբյուր։ Հենց այստեղ Հառիճավանքում են ծնվում նրա բազմաթիվ ստեղծագործություններ ու Հառիճավանքում էլ Կոմիտասը ստեղծում է իր առաջին երգչախումբը։ Այսօր Հառիճը կրկին հանրային ուշադրության կենտրոնում է որպես պատմության ու մշակույթի կենդանի վկա։ Հառիճավանքը ժամանակին եղել է Հայաստանի առանցքային հոգևոր ու կրթական կենտրոններից մեկը։ Հառիճավանքի հետ է կապված նաև եղել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը 1887-89 թվականներին նա այստեղ է սովորել։ Հնագետ Թելման Խաչատրյանը տարիներ շարունակ պեղումներ է կատարել վանքի ու գյուղի տարածքում։ Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ պեղումները բացահայտել են Հառիճի եւ շրջակայքի հազարամյա պատմությունը։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Հառիճում պեղված պեղումների ժամանակ հայտնաբերվել են Կոր Արաքսյան, Ուշ Բրոնզեդարյան, Վաղ Երկաթեդարյան ժամանակաշրջանի հրաշալի նյութեր, այդ նյութերի զգալի մասը հիմա պատմության թանգարանում են։ Բացվել են սրբարաններ, որտեղ օձի պատկեր կա, որտեղ գորտի արձանիկ կա։ Այսինքն հնագույն ժամանակներից Հառիճը պաշտամունքային կարևոր տարածք է եղել եւ դա սկսած 3-րդ հազարամյակից մեր թվականությունից առաջ։ Ինչ վերաբերում է Արթիկի դամբարանադաշտին, որի նյութերի մի մասը նաև այստեղ ցուցադրվում են, ապա այն եզակի է նրանով, որ սա Հայաստանի միակ դամբարանադաշտն է, որը կատակոմբային թաղումներ ունի, այսինքն թաղումներ, որոնք փորված են տուֆի մեջ։ Հառիճավանքի խորհրդավոր անցյալի մասին նաև ավանդազրույցներն են վկայում։ Պատմում են, որ երբ սելջուկներն հարձակվում են, գյուղացիները պատասպարվում են վանքի ներսում։ Թշնամին այնուամենայնիվ կարողանում է ներխուժել վանք, սակայն ներսում ոչ ոք չի լինում։ Ավանդազրույցն ասում է, որ մարդիկ աղավնիներ են դարձել ու դուրս թռել վանքի պատուհաններից։ Իրականում, սակայն, վանքը գաղտնուղիներ է ունեցել, որոնցով էլ կարողացել են հեռանալ հառիճեցիները։ Այսինքն շատ կարևոր հանգամանք ենք տեսնում։ Ունենք բնակատեղի, որը սկսած բանը թե 3-րդ հազարամյակից մեր թվականությունից առաջ մինչև 18-րդ դար հարատևել է։ Այսինքն մենք այս հողի տերերն ենք, այստեղ բնակվողներն ենք, Հառիճում ապրողները նախորդների ժառանգներն են եւ այդ մշակույթի կրողներն ու փոխանցողներն են։ Այս առումով շատ հետաքրքիր, որովհետեւ մեր այսպես ոչ բայրացական հարևանները երբեմն խոսում են, որ մենք հին քաղաքներ, բնակավայրեր չունենք, Հառիճի փոքրիկ օրինակը սա ցույց է տալիս։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, իրենց նպատակը Հառիճավանքի դերի վերաարժևորումն է, որպես հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության եւ մշակութային շարունակականության պահպանման կարևոր օղակի։ Յուրաքանչյուր նման մի ցուցադրություն մեկ անգամ եւս գալիս է ցույց տալու եւ համոզելու թերահավատ մեր հարևաններին, որ մի կողմ թողեք այդ մասնավոր խոսակցությունները, եկեք զբաղվենք պատմամշակութային ժառանգության հանրահռչակելու գործով եւ ոչ թե ինչ որ մեկից ինչ որ բան փախցնելով։ Հառիճի պատմամշակութային ժառանգությունը խորագրով ցուցահանդեսը Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանում բաց կլինի մինչև տարեվերջ։ Իսրայելը եւ Համասը համաձայնել են հրադադարի եւ պատանդների վերադարձի շուրջ Միացյալ Նահանգների առաջարկած համաձայնագրի առաջին փուլին։ Այդ ընթացքում կվերադարձվեն Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդները, Իսրայելը զորքերը կհեռացնի մինչև համաձայնեցված գիծը եւ ազատ կարձակվեն որոշ պաղեստինցի բանտարկյալներ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատանդներն ամենայն հավանականությամբ կվերադարձվեն հոկտեմբերի 13-ին։ Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ կստեղծվի խաղաղության խորհուրդ, որը կզբաղվի տարածաշրջանում տևական խաղաղության պահպանմամբ։ Նա նաեւ հայտնել
հայտնել է, որ առաջիկա օրերին նախատեսում է այցելել Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով ձեռք բերված համաձայնությունը դիվանագիտական հաջողություն է եւ ազգային ու բարոյական հաղթանակ իր երկրի համար։ Միևնույն ժամանակ Իսրայելի զինված ուժերը զինծառայողներին հրահանգել են պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Նաեւ պաղեստինցիներին զգուշացրել են չվերադառնալ անկլավի հյուսիս։ Համասը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին եւ բոլոր ներգրավված միջնորդներին՝ Կատարին, Եգիպտոսին եւ Թուրքիային։ Իսրայելի եւ Համասի միջև համաձայնությունը ողջունել են Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Պակիստանի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետները, Արգենտինայի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Համաձայնության որոշ մանրամասներ սակայն դեռևս անհայտ են, մասնավորապես ով կկառավարի Գազայի հատվածը պատերազմի ավարտից հետո եւ ինչպիսին կլինի Համասի ճակատագիրը։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրը Համասի զինյալների հարձակման եւ դրան հաջորդած մարտերի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, 251-ը գերեվարվել։ 48 պատան դեռ գտնվում է Համասի մոտ, նրանցից 20-ն ամենայն հավանականությամբ ողջ է։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Պաղեստինյան անկլավում զոհվել է ավելի քան 67000 մարդ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ կնշանակի, հայտարարել է Ելիսեյան պալատը։ Սեբաստիան Լկորնյուն, որը վերջին 2 տարվա ընթացքում Ֆրանսիայի 5-րդ վարչապետն էր, հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 6-ին, կառավարության կազմը հայտարարելուց ժամեր անց։ Սակայն Մակրոնի խնդրանքով Լկորնյուն խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական առաջնորդների հետ, փորձելով հաղթահարել ստեղծված ճգնաժամը։ Քննարկումներից հետո ըստ Լկորնյուի հնարավորություն է ստեղծվել մինչև տարեվերջ հաստատել 2026 թվականի բյուջեն, ինչը երկրին որոշ ֆինանսական կայունություն կտա։ Միևնույն ժամանակ այժմ ավելի քիչ հավանական է թվում, որ Մակրոնին կստիպեն խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ գործողությունների պլաններ։ Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, Զելենսկին նշել է Պոկրովսկի եւ Դոբրոպոլիեի շրջաններում ռուսական ուժերին մեծ վնասներ պատճառելու մասին։ Նա նաեւ հայտնել է զենքի սեփական արտադրությունը զարգացնելու գործում զգալի արդյունքների մասին։ Միևնույն ժամանակ կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Սումիի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել։ Օդեսայում 5 մարդ վիրավորվել է, բռնկվել են հրդեհներ։ 30,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Իսկ ուկրաինական անօթաչուները հարվածել են Վոլգոգրադին, ըստ տարբեր հրապարակումների թիրախավորվել է գազավերամշակման գործարաններից մեկը, սակայն ռուսական կողմը դա պաշտոնապես չի հաստատել։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մումբայում հյուրընկալել է Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին։ Առևտրային հարաբերությունների խորացման համատեքստում կողմերը կհայտարարեն Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի լրացուցիչ ներդրումների մասին։ Ըստ Ստարմերի գրասենյակի, հնդկական 64 ընկերություն 1.3 միլիարդ ֆունտ ստերլինգի ներդրումներ կանի Բրիտանիայում։ Հնդկաստանը եւ Մեծ Բրիտանիան մինչեւ 2040 թվականը մտադիր են երկկողմ առևտուրն ավելացնել եւս 25.5 միլիարդ ֆունտ ստերլինգով։ Գերմանիան ոստիկանությանը լիազորություն կտա ոչնչացնել անօթաչու թռչող սարքերը, եթե դրանք որևէ տեսակի վտանգ ներկայացնեն։ Համապատասխան օրենքի նախագիծը կառավարությունն ընդունել է հոկտեմբերի 8-ին։ Այն պետք է վավերացնի Բունդեսթագը։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դորբինտը հայտարարել է, որ նոր օրենքի համաձայն ոստիկանությանը թույլատրվելու է չեզոքացնել Գերմանիայի օդային տարածքը խախտած անօթաչու թռչող սարքերը, օրինակ լազերների կիրառման, ազդանշանները խլացնելու միջոցով, իսկ հնարավոր սպառնալիքի պարագայում ԱԹՍ-ները պարզապես ոչնչացվեն։ Ոստիկանությունը կզբաղվի ծառերի մակարդակին մոտ թռչող անօթաչուներով, մինչդեռ ավելի հզոր ԱԹՍ-ների դեմ պայքարում կներգրավվեն զինվորականները։ Նոր օրենքն ընդունվել է, երբ նախորդ շաբաթ Գերմանիայի երկրորդ խոշորագույն Մյունխենի օդանավակայանում տասնյակ չվերթեր փոխել են ուղղությունը կամ չեղարկվել անօթաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով։ Միջադեպերի հետևանքով տուժել է ավելի քան 10,000 ուղևոր։ Սուզաննա Չրաղյան, լուրեր։ Սերունդների կրթության գործում նշանակալի ավանդի, երկարամյա եւ նվիրված աշխատանքի համար մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ մարզադպրոցների 60 ուսուցիչներ եւ տնօրեններ շնորհակալագրերի արժանացան։ Նույն բովանդակությամբ պարգևատրել։ Այսօր պարգևատրվում են հիմնականում ֆիզկուլտուրայի ուսուցիչները, ՆԶՊ-ի ուսուցիչները եւ այն ուսուցիչները, որոնք 3 տարի անընդմեջ եղել են մարզային առարկայական օլիմպիադայի հանձնաժողովի անդամներ։ Այսօր նաեւ փոփոխություն է կատարվել տարակարգի ստացման կարգի մեջ եւ այն ուսուցիչները, որոնք արդեն իսկ կամավորատեստավորված են եւ անցողիկ շեմա հաղթահարել են, իրենք եթե ունեն որևէ պետական կառույցից լիազոր մարմնից, լիազորված մարմնից շնորհակալագրեր, ապա նրանք կարող են նաեւ տարակարգի համար դիմել։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ մաղթելով մեծ նվիրումով եւ անչափ կարեւոր առաքելությամբ իրականացվող շարունակական աշխատանքներ։ Առանց կրթության չի կարող որևէ ոլորտ առաջընթաց ունենալ։ Հետևաբար սա մեր ջանքերն են ուղղված մեր սերունդներին։ Թե ինչպիսի մարդիկ կդաստիարակվեն, ինչպիսի մարդիկ կդառնան իրենց երկրի համար, իրենց պետության համար, իրենց գյուղի, քաղաքի համար, վստահ եմ, որ չկա մի ուսուցիչ, ով իր աշակերտի հաջողություններով անկեղծորեն չուրախանա, ծնողից ոչ պակաս։ Ու ես գիտեմ, որ այդ միջավայրը մեր մարզում կա։ Կարծում եմ, որ թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ ապագայում մեր սերունդների հաջողությունը կախված է ձեր նվիրումից, ձեր մասնագիտական գիտելիքներից եւ ձեր պատրաստակամությունից, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից միշտ դպրոց մտնելու ձեր իմացածը ամբողջությամբ աշակերտներին տալու համար։ Այս տարի հաշվի են առնվել նաև մարզային եւ հանրապետական տարբեր մրցաշարերում գրանցված նշանակալի ձեռքբերումները։ Ոչ միայն Սյունիքում, այլև ամենուր սպորտը հատկապես երեխաների կյանքում պետք է դառնա ապրելակերպ։ Ուսուցիչների խոսքով մարմնամարզությունը դաստիարակության կարևորագույն բաղադրիչներից է։ Որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ ես մտածում եմ, որ դա իմ առաքելությունն է եւ դասատու լինելը ընդհանրապես դա հենց առաքելություն է։ Չգիտեմ, ի վերուստ երևի ի ծնե պիտի հոգեպես դու այդպես պատրաստ լինես դրան։ Իհարկե շատ եմ կարևորում ուսուցչի դերը, հատկապես ֆիզիկական կուլտուրայի, քանի որ ինչպես գիտենք բոլորս ֆիզկուլտուրան դա կյանք է։ Ուշադրության տակ գտնվելը դա պարտավորեցնում է, որպեսզի դու քո աշխատանքը ավելի լավ կատարես եւ կրկնես քո հաջողությունները։ Աշխատում եմ շուրջ 30 տարուց ավել եւ մեծ սիրով ենք աշխատում։ Վերջին մի մոտավորապես 4-5 տարիներում միշտ եղել եմ անգլերենի օլիմպիադայի ստուգող հանձնաժողովի կազմում եւ որպես նախագահ եւ սովորական որպես ստուգող։ Շատ ուրախ եմ, որ ուսուցչի աշխատանքը գնահատվում է, հատկապես մեր օրերում, երբ ուսուցչի դերը մի քիչ նվաստացված է, այսպես ասեմ, բայց շատ ուրախ եմ, որ աշխատանքը ուսուցչի կարևորվում է։ Անգլերենինը եւս, որովհետեւ անգլերենը մեր օրերում կապ չունի ինչ մասնագիտություն դու ունես, անգլերենը բոլոր մասնագիտություններում ինչ մասնագիտություն էլ ընտրես, անհրաժեշտ է լինում կյանքի ցանկացած ոլորտում։ Տասնամյակներ շարունակ սերունդներ կրթելն ու դաստիարակելը ինչ խոսք հեշտ գործ չէ, բայց մանկավարժները շարունակում են դա անել անմնացորդ նվիրումով։ Նրանց խոսքով սերունդը աստիճանաբար ավելի պահանջկոտ է դառնում, իրենք էլ փորձում են ժամանակին համընթաց քայլել։ Իսկ հաջողություններ գրանցելն առանց աշակերտների սիրո ու ջերմության հնարավոր չէ։ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ եւ իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաեւ ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք եւ թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։ Ժամը 18-ին Գարեգին Նժդեի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները իրենց 4 ավտոմեքենաներով։ Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց։ 10 անց ձերբակալվեց եւ Mercedes, BMW ու 2 Porsche մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ եւ կոկաինով 2 փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ։ Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։